Ողջույն, ինչպես եք, ես ոչինչ, մեջքս կամած թողնում է արդեն, նայում եմ մազերից ծիծաղս գալիս, պիտի գնամ մազերս կտրեմ, բայց քանի որ մեջքս ցավում էր, չէի կարողանում գնալ մազերս կտրել, տոնածառը հավաքել ենք, մի մասը տեղադրել ենք, տեղավորել ենք պատշգամբում, մի մասը չենք հասցրել, բայց քանի որ բացում եմ նոր տեսանյութ, ասեմ, ինչից եմ սկսում, ուրեմն, երեկ երեկոյան, զանգել էի Անիին, մեր պստիկի հետ էինք խոսում, այս խալաթս է, ուշադրություն չդարձնեք, միշտ իմ վրա է, հիմա հանել եմ, ուրեմն Անին միշտ միացնում եմ, փոքրիկ ավետիս հետ խոսում եմ, ուրախանում ենք, մեկ էլ ընդհատվեց, զանգ եկավ ինձ, ձեռքից, թե մի տղամարդ է, բարև ձեզ, Սեդայի հետ եմ խոսում, այո, Սեդա ջան, վաղ առավոտ ժամը 7-ից 7:30 անձնագրով կիջնեք, Ամերիկայից ծանրոց ունեք, նայում եմ, մեր մոտ այնպիսի ժամ է, որ չեմ կարող զանգել, գիտեմ հասցեատերն ով է ուղարկողը, ու շատ բարկացած էի, որովհետև ինձ ոչինչ չէր ասել Նելին, որ պիտի մի քանի ժամանակ առաջ ասեց, որ պիտի ծանրոց ուղարկի, ասին էլ հանկարծ նման բան չանես, շատ եմ քեզ խնդրում, հա, ու այսպես անցավ գնաց, ասի դե լավ, փառք Աստծու, այդ ժամանակ, էլի, հա, ու ես էլ էի մոռացել, մտքիցս դուրս էր տրել, որ նման խոսակցություն է եղել, դե բնականաբար իմ հասցեն գիտի այնտեղ միայն Նելին, առավոտ ժամը 7-ը չկար, զանգ եկավ, Վահանը իջավ անձնագրով, հիմա կթեքեմ, բացել եմ, դեռ չեմ բացել, արկղը բացել եմ, բայց մեջի պարունակությունը չգիտեմ ոչ մի բան, չնայած որ Նելիի հետ խոսել եմ, իմ մեծ շնորհակալությունը հայտնել եմ թե ես, թե Վահանը, հաճախ ենք իհարկե խոսում Նելիի հետ, բայց ինձ ոչինչ չէր ասել, որ ինքը ինձ ծանրոց է ուղարկում, մի խոսքով անուշիկներս, այս անգամ մի մեծ արկղով է ուղարկել, անցած անգամ M չափներ, այս անգամ մարդը L-ն է ուղարկել, մի հատ էլ ասում է, Սեդա ջան, կներես, ասում է, շատ բան մոռացել եմ դնեմ, խառն եմ եղել, այ Նելի, խառը որն է, կներեսը որն է, կներեսը որն է, ասում եմ, հերիք չի ուղարկել ես, Վահաննա կողքից մեջ համտնում, հիմա տալու եմ ինքը ինձ նկարի, կատակ է անում, իհարկե, այսպես անուշիկներս, դե լավ, դե ես հիմա թեքեմ, արագ բացենք միասին, unboxing անենք, տեսնենք Նելին ինչ է չարչարվել, ինչու է այդքան նեղություն քաշել ու չարչարվել, չնայած որ ես արդեն երևի իմ էլ խոսք չկար, էլ օրհնանք ու խոսք չկար, որ ես Նելիին ասած չլինեմ, իհարկե ի սրտե, բնականաբար ինքն էլ ասում է, ես անում եմ, ուրախանում եմ, ես դրանից աճույք եմ ստանում, դե լավ անուշիկներս, ինչևիցե հիմա թեքեմ, տեսնենք ինձ համար էլ է անակնկալ, ես էլ ոչ մի բանից տեղյակ չեմ, այսպես անուշիկներս, տեսեք, այլ չափը, Նելի ջան, քո մյուս արկղի մեջ իմ մրգերն են, M չափի մեջ իմ մրգերն են, այս անգամ մարդը որոշել է, որ նա քիչ էր, հիմա այս անգամ L-ով պիտի ուղարկի, հիմա տալիս եմ, փոխանցում եմ հեռախոսը Վահանին, գիտեք, ես ունեմ նաև միկրոֆոն, կարող եմ միկրոֆոնը դնել, եթե ինձ կասեք, լավ է լսվում, թե չէ, մի րոպե, սա ես հիմա, հա, ոնց ուզում ես պահի Վահան ջան, ոնց ուզում ես պահի, այնպես որ ես նկարեմ, պարզ երևա, տեսնեմ, այստեղ Նելուշս ուղարկելա, խնդրեմ, այսպիսի, պահի, այսպիսի ուրեմն շոկոլադ է ուղարկել, ասում է քո վրա պահեմ, պահի, Վահան ջան, դե եթե զգում ես տեսքը շատ վատ է, մի պահի, հա, հուշեցի կողքից, օպերատոր ջան, ուրեմն, այսպիսի շոկոլադ է ուղարկել Նելուշս, շատ լավն է, ես շատ սիրում եմ այս ծովային խեցիները, ահա, դնում եմ այստեղ, հանում եմ դնեմ այստեղ, ուրեմն, սա այսպիսի պիստակով շոկոլադներ են,
անպայման կփորձենք դեգուստացիա կանենք, ինչպես որ համտեսում կանենք, վայ Նելի ջան, խնդրեմ, այսպիսի բելգիական շոկոլադ է ուղարկել, այն էլ ջան, ախ ինչ տեսեք, ասել եմ չարավոր, բայց հիմա էլի ամեն անգամ ասելու եմ, տեսեք, այսպիսի թխված քաբլիկներ, գետնանուշը պնդուկի, համով, այսպես, տեսնեմ, այստեղ ինքը, սա տրուֆել է, այսպիսի տրուֆել, և այստեղ մի հատ տուփ կար, սրա մասին էր Նելին ասում, ուրեմն ասեց սա գնել է, մեջը թխված քաբլիթ եղել, ասում է դա շատ վատներ, մենք մերը թափել ենք, բայց ասեց քանի որ ինքը ամանը ուրեմն անակնկալով է, տեսեք, ջան, այսպիսի գեղեցիկ տուփ է և ասեց բնականաբար դատարկ չեմ ուղարկել, թեյ եմ մեջը լցրել, կոնֆետներ, թեյ, տեսեք, այսպիսի թեյ է լցրել մեջը, այսպես, վայ Նելի ջան, իհարկե ես ես տուփի մեջ շատ գեղեցիկ, հենց թեյ էլ կպահեմ, այսպես, անցանք առաջ, վայ Նելի, ու գիտեք վատը որն է, որ այդ, որ բերում է, իրենք չունեն հետադարձ, չեն տանում հետ, վայ, տեսեք, թե ինչ գեղեցիկ բլուզ է ուղարկել, աղ չափսս էլ ոնց էլ որոշում է, ոնց էլ իմանում է, ես ինձ չափս եմ հագնում, Նելուր ջան, շատ գեղեցիկ է, Նել ջան, գույնը մի հատ չնաշխարիկ, իմ աչքերի գույնին, ապրես հրաշքս, անչափ շնորհակալ եմ, Նել ջան, ինչ որ պակասացրել ես, այն աստված բյուրու բազմապատիկը հետ վերադարձնի ձեզ, մի հատ տեսեք, ժողովուրդ ջան, Նելին գիտի, ես ծաղկավորի, Նել ջան, շատ լավն է, Արև ջան, շատ սիրուն է, սա Ռոսից է վերցրել, վայ Նելուս ջան, ինչ ես ախր, ժողովուրդ ջան, հաճելի է, բայց նեղ սրտվում եմ, անկեղծ եմ ասում, որ նեղ սրտվում եմ, չեք պատկերացնի, այստեղ այսպիսի, տեսնեմ ձեռքի կրեմը Skin, մարմնի համար է, Skin Cream, ճիշտ եմ չէ ասում, մաշկի համար է, այո, մաշկի համար, հապկեցնող, վայ Նելուս ջան, ոչինչ, ես ճարը կգտնեմ, վայ Նելուս ջան, դրամապանակ է ուղարկել, տեսեք, մի հատ տեսեք, երկու հատ դրամապանակ է ուղարկել, վայ Նելի ջան, շատ գեղեցիկ է Նել, ընտիր ժողովուրդ ջան, ասեք, որ ինչքան լավն է, տեսեք, իսկապես շատ լավն են, մեկը կտամ Վահանին, մեկը Էրիկին, Նել ջան, շատ շնորհակալ եմ, թող սրա բազմապատիկը աստված քեզ տա քո ընտանիքին արևս, վայ Նելի, այս Նելուշի հետ ես ինչ անեմ, ժողովուրդ ջան, ասեք, տեսեք, այստեղ այսպիսի թարթիչաներկ է, այսպիսի
Տեսեք, հա, Թարթիչաներ կա, շատ լավն ա, Նել ջան, շնորհակալ եմ շատ, Արև ջան, ես մեծ սիրով կօգտագործեմ, սա, սա ինչ ա, Preference վահանդու, յուղա, հա, մաշկի յուղա, հա, սա յուղա, ինչա, վարդա, հա, վարդա, վարդի կոկոմներ են, տեսեք մեջը, շատ լավն ա, շատ, տեսեք մեկն էլ կա, սա էլ միելը, հա, բանա, ռոզմարինի, խնկածաղկի, ինքը բանա, չէ, ճիշտ եմ ասում, հա, հեսա ռոզմարի, տեսեք, ես նկարից պարզապես տեսա, սա մի արտակարգ բանանել ջան, անչափ շնորհակալ եմ, այստեղ կարծեմ չկա ռոզմարինի յուղ, ես սա անպայման կօգտագործեմ, ինքը ամեն ինչի համար շատ լավ է։ Նմնաս մի բան կա։ Վայ, հլեսնելի, տեսեք ժողովուրդ ջան, ախր ես գիտեմ ժողովուրդ ջան, դրսում ապրելը հեշտ չի, և դրսից այսպիսի ծանրոցներ ուղարկելը ևս հեշտ չի, չկարծեք, որ մենք ապրում ենք Հայաստանում և մտածում ենք, որ դրսի ապրողների համար հեշտ է, դրսի ապրողները ծառից են իրենց գումարը վաստակում բոլորովին սիրելիներս, տեսնեմ, ապա, վայ, Նելի ջան, ինչ ես սենց նեղություն քաշել, էս ինձ սիրուն խաչ ա ժողովուրդ, արծաթյա ճիշտ եմ ասում, վայ Նելի ջան, ինչ ես սենց նեղություն քաշել, ես անկեղծ ուզում էի Նելիի համար շատ գեղեցիկ հավաքածու արծաթյա ուղարկեի, բայց իրենք չեն տանում, էդ ֆիրման չի տանում, սա շրթներկ է, տեսեք, շրթներկ է իր մատիտի հետ, այսպես էլ չեմ բացում, ահա, տեսեք, երկու հատ այսպիսի նույն, տեսեք, չեմ բացում, այսպես, Նելի ջան, ես Նելին իսկականից թե օինա, վայ, ես արդեն եմ, որ ասում է իմ հեքյատնա, իրոք տեսնեմ ոնց քանդեմ, օպա, վայ, տեսեք, մոմեր են նոր տարվա, Նելես ինձ սիրուն են, վայ Նել ջան, շատ գեղեցիկ են, արևս, անչափ շնորհակալ եմ Նել, ոյ Նելի ջան, վայ, տեսեք, այսպիսի արձանիկ է, Ճուճուց մեր պապիկը, այստեղ կարելի է ատամի չոփիկներ լցնել, դնել սեղանին, շատ, լույսով ա, հա, այս հանում ես, ինքը լույս ա, չգիտեմ, այսպես մեջը լույս ա վառվում, ժողովուրդ ջան, ապրես Նել ջան, շատ շնորհակալ եմ, Արև ջան, շատ մեծ նեղություն ես քաշել, Նելի ջան, շատ մեծ նեղություն, արևս, ոյ, հրեշտակները, անգելոչկի, ես ինչ սիրուն են, Նել, Հելեստեղ, աչքիս, որ երիկս ամուսնանա, ես աղջիկ թորնիկներ եմ ունենալու,
Սա անձեռոցիկներ են, տեսեք, ինչ լավն են, cheers, այս տոնական առիթներով, խնդրեմ հլստեղ, այս ինչ լավ սրբիչներ են, նել ջան, սպասեք, եսպես պահեմ, այս մեկ, վայ, մեկ, մի հատ էլ կա ենտեղ, այս երկու, տեսեք, նել ջան, ես սիրով կօգտագործեմ, ապրես հրաշքս, ապրես նել ջան, շատ շնորհակալ եմ, ճաշակով, գեղեցիկ, սա վաֆիլնին է, սրանք շատ լավն են այս վաֆիլնիները, շատ, պահեցիր սրա վրա Վահան ջան, սրանք շատ լավն են այս վաֆիլնի սրբիչները, վայ, նելուր, Նելի ջան, թող քո ընտանիքին Աստված ջուր ու բազմապատիկը հետ վերադարձնի, վայ, սիրուն եմ, նել, վայ, ինչ էլ անուշ հոտ ա գալիս, հայ, սրանք վառվում են, տեսեք, սրանք պտտվում են, այս սրանք վառվում են, ախ, այս մեկը կոտրվել է, ոչինչ, այս կհալեմ, կհալացնեմ, ինքս շատ սիրուն կգպնի, այս ինչ, երկուսից էլ հոտ ա գալիս, կպել է երժում հոտը, պահեցիր, Վահան ջան, տեսնեմ, մի րոպե սա դնեմ սեղանին մոմերը, այս մոմերը Վահան այն մեկը հետո ինքը կհասկանա, ինչա, այսպես, այստեղ, վայ, մեր ջան, փակիչ ա ուղարկել գինու, ես ունեմ, Նելին տեսել ա, որ ես ունեմ դիմակովը, Վենետիկից էի բերել, սա նոր տարվա համար ձյունիկա, փաթիլա, գինու խցան, ապրես, Նել ջան, Նել, խոսքեր չեմ գտնում, ազնվությամբ եմ ասում, Նել, չես պատկերացնի, սա նոթատետր, այսպիսի, գրառումների համար, ես այնքան մտքեր եմ ունենում, Նել ջան, գեղեցիկ մտքերս, քո գեղեցիկ տետրակի մեջ կփոխանցեմ, տեսեք, սուրճի, այսպիսի շատ գեղեցիկ գտալ և գրիչներ, այսպես, վայ, Նելի ջան, մեկը մեկից ճաշակով, մեկը մեկից գեղեցիկ, պետքական, շատ պետքական, այստեղ, այսպիսի կոնֆետներ, ռեյզ, չէ, կարծեմ ռեյզ ա կոչվում, սա, թե ռիզ, մի խոսքով, անգլերենս թույլ չի տալիս, որ ճիշտ կարդամ, սա, այսպիսի թրիքս, տեսեք, այսպիսի, Իմ տոբրակներ, հա? իմ տոբրակներ, Այս Վահանի տոպրակներ, այս Վահանի համար էր, Նել ջան, այսպես, անչափ շնորհակալ եմ, Նել ջան, մի վարկյան մեջքս դեռ չի վերականգնվել, վայ, մի հատ տեսեք, իմ ձագուկի աման, իմ ձագուկի համար, վայ, ես ինչ
պուշա, ես ինձ սիրունա, իդեպ այսօր ամսի 23-ն է, հունվարի, և իմ փոքրիկ ավետը դառնում է 3 ամսեկան, տեսեք, վայ Նել ջան, ես ինձ պուշա, աման, ես էլ ուզում էի խաղալիք պատվիրեի էդ նույնից, տեսեք, ես ինձ լավնա, ես մի տարեկանում կհագնի, արդեն 18 ամսեկան, արդեն աշնան կոպ գամ, թե գարնանն էլ ինձ թվում է կլինի, գարնանն էլ, հիմիկվա բալիկները արագ են մեծանում, վայ Նել ջան, ես դրել էի, որ սրանից պատվիրեի, այս խաղալիքից, տեսեք, վայ ես ինձ պուպուսայլա, տեսեք շխ կան, իսպիսի փղի, ականջներ ենպես, վայ Նել ջան, բայց այն է հանում, Ատամների համար։ հա, ատամների համար սա փափուկ է, սա էլ է փափուկ, սա էլ է փափուկ, Կրծելու։ կրծիչ են ասում, այստեղ հայերեն կրծիչ են ասում, և սա, տեսեք, իրա ժիրաֆիկը էլի, Dr. Bronze, խնդրեմ, այսպիսի, ապրես Նել ջան, անչափ շնորհակալ եմ, արևս, շատ շնորհակալ եմ, բոլորը գեղեցիկ, Վահանը իր աշխարհում է, ժողովուրդ ջան, չզարմանաք, չծիծաղեք, Վահանը իր աշխարհում է, այս քիթիկից այսպես իջեցնում ենք Վահան ջան, քիթիկից կախվել է, Նել ջան, շատ շնորհակալ եմ, ոտիկներն էլ է ճռճռում, չզարմանաք, ես արդեն վաղուց, քանի որ երեխա չունեմ փոքր, նման բաները ինձ համար արդեն շատ հետաքրքիր են, այսպես սիրելիներս, Վահան ջան, ապրես շատ շնորհակալ ենք, որ նկարեցիր, Նելի ջան, անչափ նորից ասում եմ շնորհակալ եմ, սիրելիս, ինչ որ պակասացրել ես, թող Աստված բյուր ու բազմապատիկը կրկնակին տա քո ընտանիքին, միշտ լինեք առողջ, միշտ գործ ունենաք, միշտ լավ լինեք, սիրելիս, քո բալիկներին, քո թոռնիկներին հասցնես իրենց նպատակին, ես քեզ շատ սիրում եմ անուշս, շատ սիրում եմ, գրկում եմ, համբուրում եմ, մենք նորից կխոսենք, տեսակ անուշիկներս, այսպիսի ինձ համար անակնկալ ծանրոց էր Նելին պատրաստել, մեկը մեկից գեղեցիկ, մեկը մեկից պետքական, օգտագործվող, ես մեծ սիրով կօգտագործեմ անուշներս, դե ինչ, այստեղ ձեզ ասում եմ առայժմ, անջատվեմ, հետո նորից կմիանամ, ժողովուրդ ջան, ես էլ երկրորդ ծաղիկը, գիշերվա ժամը 1-ն է, 1:00 Վահանը գործ է անում, ես էլ Վահանի հետ նստել եմ, ասում դու էլ խանգարում ես, չեմ խանգարում, տեսեք, ինչքան գեղեցիկ է, չէ, մի հատ էլ Վահանը ասեց դուրս է գալիս թուփ, բայց ես չեմ տեսնում, ճիշտն ասած ես չեմ տեսնում, ինչքան գեղեցիկ է, առայժմ, ժողովուրդ ջան, ողջույն, ես սուրճ եմ խմում, վայելում եմ իմ սուրճը, այստեղ Նելի ուղարկած կոնֆետն է պիստակով, շատ համեղ է, շատ, ասի արագ ձեզ հետ կիսվեմ, քանի դեռ չի վերջացել, դե չէ վերջանալու էր արդեն, շատ համեղ է, եթե ապրում եք նահանգներում, կարող եք գնել և փորձել, հիմա փորձեմ ձեզ ցույց տամ, չկպնի բաժակին, թե չէ հալվելու է, սպասեք, այստեղ ափսե ունեմ, կդնեմ ափսեիս մեջ, տուփով այս կոնֆետն է, ինչ է կոչվում, մի րոպե, Մոնարդո, շատ համեղ է, Դուբայ շոկոլադ չի, ասեմ իմանաք, շատ համեղ է, շատ նուրբ համ ունի, այսպես անուշիկներս, ասեմ առայժմ, սուրճս վայելեմ, հետո մնացածով էլ կկիսվեմ,
Բարի երեկո սիրելիներս, բարի երեկո, ես միանում եմ ձեզ, որպեսզի ամփոփեմ իմ տեսանյութը եւ տեղադրեմ։ Տեսակ, արդեն ծանրոցը բացել եմ, կիսվել եմ ձեզ հետ, Նելի հետ իհարկե խոսել եմ, բարկացել եմ, բայց նաև շատ շնորհակալ եմ եղել, անչափ շնորհակալ եմ եղել։ Հիմա ճանապարհներ եմ փնտրում, հայփոստով հնարավոր է Միացյալ Նահանգներ ծանրոց ուղարկել։ Այսպես անուշիկներս, դե ինչ, այդքան շատ բան չունեմ ասելու, ցուրտ է դրսում, շատ դուրս չեմ գալիս տանից, երեկ եմ գնացել Դալմա, նկարելու այդպես ոչ մի բան չկար, ինձ կոշիկներ եմ գնել բավական մատչելի, լավ զեղչվել է, ես սիրում եմ զեղչված ապրանք գնել, ասեմ ինչու, որովհետև զեղչված ապրանքը, որը որ ասենք արժե 150,000 կամ 80,000 կամ 90,000, եթե իրենք զեղչում են 70%, ուրեմն պատկերացրեք, որ այդ ապրանքի գինը դրանից էլ ցածր է, որտեղ իրենք երբեք չեն անի մի բան, որ դուժեն դրանից։ Այլ ամեն բան կանեն, որպեսզի իրենք օգուտով դուրս գան։ Դրա համար էլ ես սիրում եմ ապրանքը գնել իր իրական գնով, ոչ թե այդ մեծ հավելյալ գումարով։ Հիմա ձեզ ցույց կտամ կոշիկները։ Ուրեմն երբ էր, ասեմ, երեկ չէ առաջին օրը, այսինքն եթե այսօր ուրբաթ է, չորեքշաբթի օրն էր, գնացել էի մամայինցս տուն, գնացել էինք փոքրիկին տեսնելու, Անի մաման էր այնտեղ, ասաց ինչի լոֆերներ չես գնում, ասաց քեզ այնքան կսազի քո ոտքերին լոֆերներ, ասացի Գայ ջան, ճիշտն ասած փնտրում եմ, իմ ոտքին հարմար լոֆերներ եմ փնտրում, բայց չեմ կարողam գտնել, միշտ նեղ է լինում, չնայած որ իմ թաթը շատ լայն չի, ոտնաթաթը շատ լայն չի, բայց ամեն կոշիկի մեջ էլ չի մտնում, հավանաբար արդեն մեկ-մեկ նաև ուռում է ոտքս, փքվում է, մի խոսքով, չնայած վիրահատությունից հետո ոտքերիս վիճակը, այդ ուռածությունը կարգավորվել է, չի այտուցվում էլ ոտքերս, ճնշումս էլ դեղերիս միջոցով աչքս չկպնի կարգավորել եմ, արդեն տևական ժամանակ է, իդեպ ամսի 20-ին հունվարի իմ վիրահատության 1 տարին էր, ոնց անցավ այդ 1 տարին ես էլ չգիտեմ, բայց հիշում եմ ոնց էի վախեցած գնում վիրահատության եւ որքան ձգձգեցի, ինչքան ձգձգեցի նոյեմբեր ամսից բերեցի, հասրեցի մինչեւ հունվարի 20-ը, որովհետեւ իսկապես վախենում էի։ Մի խոսքով, հաջորդ օրը գնում եմ Դալմա, բանում Armani խանութում, Armani Exchange, այնտեղ զեղչեր կային 70%, կոշիկներ տեսա, շատ հավանց է, ասի վանարի մտնենք նայենք, տեսնեմ, եթե ոտքից կլինի, լոֆերներ էին։ Մտա, փորձեցի, վերջին համարն էր մնացել եւ զեղչվել էր, հիմա կասեմ, այսպիսի լոֆերներ եմ գնել, տեսեք, պոլոյի, շատ հանգիստ, շատ հարմար, ես այնտեղ հագել եմ, մի խոսքով, շատ լավն էր եւ իր գինը 70% զեղչով 24,000 դրամ սիրելիներս։ Ես սիրում եմ։ Եթե անգամ բրենդային է, ես երբեք ինձ չեմ գնի 100,000-ավորներ, չեմ տա այդքան մեծ գումարներ, բնականաբար այսօր իմ հնարավորությունս այդքան ինձ թույլ չի տա, գուցե ինչ-որ այսպես մի շատ շքեղ երեկույթ լինի, ճարահատյալ, ինչպես ասում են, եթե ոչ մի բան չգտնեմ իմ հագով, որևէ մի բան կփորձեմ այդպես գնել, եթե զեղչված չի, բայց չեմ գնել, դեռևս չունեմ այդ արժողության ոչ մի հագուստ, եւ չեմ էլ պատրաստվում գնել, որովհետեւ ես սիրում եմ ապրանքը գնել իր գնով։ Այդ արհեստական էլ չի, գիտեք, մեզ մոտ ինչ են ասում, թանկ է հարկը թանկ է, հարկը բավական բարձր է, վերում են խանութն էլ արդեն իր հարկն է դնում, դրա համար էլ հավանաբար ապրանքը շատ ավելի թանկ են իրենք դնում, բայց այս զեղչերի ժամանակ կարելի է գնել, ինչու ոչ, այնպես որ եթե ունեք հիմա գնելու որևէ
կոշիկ, հագուստ, կարող եք գնալ եւ գնել, որովհետեւ բավական զեղչվել են խանութներում։ Մի խոսքով անուշիկներս մազերս պետք է ներկեմ, արդեն ներկելու կարիք է զգում։ Դե ինչ, այսպես շատ խոսելու եւ երկար ինչ-որ ասելու նյութ չունեմ, սիրելիներս, 2 օր առաջ իհարկե բանակի տոններ, մենք հիշել ենք, մենք խորհել ենք, հուզվել ենք, մտածել ենք այդ օրը երբեք դուրս չի գա մեր մտքից, ինչպես որ դուրս չի գալիս մեր մտքից 15 թվականը եւ մինչեւ այդ, որովհետեւ մեր կոտորածները սկսվել են դեռևս Ուրֆայի ճակատամարտերից սկսված, երբ հայերին տեղահանել են, մենք չենք մոռանում մեր ոչ մի գլխով անցած արհավիրքը, սիրելիներս, ուր մնաց թե այսքան թարմ 20 թվականի այս ծանր արհավիրքը, սիրելիներս։ Ես վստահ եմ, որ իմ երկիրը մի օր անպայման հասնելու է իր նպատակին, չեմ ասում հաղթելու է, որտեղ մենք հաղթել ենք։ Մենք հաղթանակած ենք, սիրելիներս, մենք հաղթել ենք 6 անօրեն պետության, մի փոքրիկ Արցախի դեմ, ովքեր դուրս են եկել պատերազմելու, մենք հաղթել ենք նրանց եւ մեր տղաների հիշատակը վառ է մեր հոգիներում, նրանք ամեն օր մեզ հետ են, նրանք մեր կյանքում են, նրանք մեր սրտում են, նրանք երբեք չեն մոռացվելու, կան կլինեն եւ ես խոնարհվում եմ նրանց մայրերի առաջ, որ կարողանում են ապրել, որ կարողանում են արարել, որ կարողանում են ծնել, նոր սերունդներ տալ, դա աստվածային մեծ ուժ է պետք դրա համար, սիրելիներս, դրա համար էլ ես խոնարհվում եմ նրանց առջև, իսկապես դժվար է, շատ դժվար է այդ իրավիճակում շարունակել ապրել, շարունակել ժպտալ, բայց միևնույն է սրտում եւ թախիծը թաքցնելով ոչ մեկին ցույց չեն տալիս, բայց միևնույն է մարդու աչքերը մատնում են։ Ես ուզում եմ, որ լինի խաղաղություն, ես ուզում եմ, որ մեր երկինքը լինի կապույտ, ես ուզում եմ, որ մեր երեխաները չիմանան պատերազմ բառը եւ ուզում եմ, որ իմ երկիրը լինի ամուր, ուզում եմ, որ իմ ժողովուրդը լինի միասնական, որ սիրեն իրար, որ չլինեն անհատապաշտ։ Ես միշտ դա ասել եմ, երբեք մի եղեք անհատապաշտ։ Անհատները գալու են գնան, բայց երկիրը պահելու է, ինչպես միշտ պահել է ու կպահի ժողովուրդը։ Եթե լինի միասնական, դա էլ կլինի մեր հաղթանակը, սիրելիներս։ Այնպես որ եկեք հուսանք, հավատանք, տեսակ, ես ինձ մոտ բերեց այդ տեսանյութը, չգիտեմ ելով է տեսել, երբ մի իմամ, իսլամական աշխարհի մի իմամ, նստած հորդորում է, որ պետք է բոլոր քրիստոնյաներին վերացնել, հա, հենց այդպես էլ ասում է, պետք է քոքը կտրել, պետք է վերացնել եւ նույն վայրկյանին նստած տեղում մահանում է։ Այնպես որ սիրելիներս, Աստված զորեղ է, Աստված մեծ է, դրա համար էլ ես միշտ ասում եմ եւ հիմա էլ եմ ձեզ ասում, որ ձեզ շատ եմ սիրում, որ ձեզ ցանկանում եմ ամենալավը ու ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ էր Զեդան, սիրով։